Շատ են հարցնում Վենեսուելայի այս դեպքերի հետ կապված իմ կարծիքս, այդ Մադուրոյին, որ Ամերիկան առևանգեց դրա վերաբերյալ իմ կարծիքս, հիմա ասեմ, շատ ճիշտ արեց Ամերիկան։ Ամերիկայի միակ սխալը կամ եզակի սխալներից մեկը մենակ եղել է այն, որ ինքը դուրս եկավ Ռուսաստանի դեմ։ Այ Ռուսաստանի դեմ Ամերիկան դուրս չի չգար։ Ռուսաստանի դեմ, որովհետև դուրս գալով ինքը վնաս է տալիս առաջերտին Իրան։ Ես ասել եմ, եթե Ամերիկան դուրս գա Բայդենի նման շարունակի Ռուսաստանի դեմ այդ ձևի միլիարդները դնի Ռուսաստանի դեմ, ընդհանրապես այդ միլիարդները տանելու է գցի ջուրը, բանկրոտի ենթարկվի ինքը, ռուսն էլ տենց արնակամլնելով հաղթելու է ու Չինաստանն էլ դառնալու է հեգեմոն, որը որ իրոք սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։ Ամբողջ աշխարհում պետքա բոլոր պետությունները գիտակցեն, որ պետքա ենթարկվեն գերհզոր պետություններին։ Այո, ամբողջ աշխարհը պետքա ղեկավարեն Ամերիկան ու Ռուսաստանը։ Իսկ մնացած պետությունները, որ իրանց ինքնիշխանի տեղ են դնում, պետքա հասկանան, որ բացարձակ անկախ չեն կարա լինեն։ Պետքա իրանք ենթարկվեն կամ Ամերիկային կամ Ռուսաստանին։ Ասենք Ռուսաստանի ազդեցության գոտին նախքին սովետական միությունն է։ Էդ է ռուսը վերականգնելու ու շատ ճիշտ էլ անել է, ով չգիտակցի դա Ուկրաինայի օրնանգնել, ով գիտակցի հանգիստ գնա ենթարկվի իր համար լավ կլինի, ով չգիտակցի կընկնի Ուկրաինայի օրը ու վերջում էլի ռուսը պալուբոմը վերցնելու է։ Նույն ձև էլ Ամերիկան մնացած ամբողջ աշխարհն է վերցնելու։ Եթե փորձեն դիմադրեն, կընկնեն Սիրիայի օրը, կընկնեն Ուկրաինայի օրը, այդ օրը ընկնելով, բայց էլի կենթարկվեն վերջում, որովհետև այո գերհզոր պետությունների առաջ փոքր պետությունները պետքա հնազանդ լինեն գերհզոր պետություններին։ Իսկ այդ պետություններն էլ արդեն Ամերիկան ու Ռուսաստանը ամբողջ աշխարհը կոնտրոլի տակ վերցնելով, իրար հետ համագործակցելով պետքա ապահովեն աշխարհի ցանկացած ծայրում մարդու իրավունքների պահպանումը, այսինքն մարդը աշխարհի ցանկացած ծայրում պետքա լինի բարձրագույն արժեք։ Ոչ թե ասենք պետքա մի հատ բռնապետ վեկալի ու մարդկանց ստրկացած պահի։ Թեկուզ մեր հարևան Իրանին, ասում են հաջորդը Իրանն ալնելու։ Այո, Ամերիկան որ թույլ չի տալիս Իրանը ատոմային բոմբ ստեղծի, շատ ճիշտ է անում։ Ու որ այդ ճիշտը շուտ աներ Ամերիկան ու Ռուսաստանն էլի էր։ Կորեայի նման մի հատ անասուն երկիր էլ ատոմային բոմբ չունենա, որ հիմա ամեն վարքյան կարող մի հատ անասուն խելքը բրդի ու աշխարհը կործանի։ Ատոմային բոմբ, ես միշտ ասել եմ, պետքա ունենային մենակ Ամերիկան, մեկ էլ Սովետը, Ռուսաստանը։ Ու լավ, Անգլիան ու Ֆրանսիան էլ Ամերիկայի հետ, հասկացաք։ Մնացած ոչ մի պետություն պետք է ատոմային բոմբ չունենար ու առհասարակ ոչ մի պետություն պետքա հզոր զինատեսակների արտադրության իրավունք չունենա։ Պետքա հզոր զինատեսակները մենակ ունենան Ամերիկան ու Ռուսաստանը։